Հայկական ավանդական տարազը կազմում է հայոց նյութական մշակութային ժառանգության կարևորագույն տարրերից մեկը, իրապես այն ազգային ինքնության կարևոր դրսևորումներից մեկն է եւ շատ կարևոր է, որ մենք ըստ էության ճանաչենք եւ նաեւ ներկայացնենք հայկական ավանդական տարազը իր բազմաթիվ խմբերով։ Հայկական տարազը հիշեցնում է մեր բազմաբարբար լեզուն, այսինքն մեկ ընդհանուր հայկական տարազախումբ չէ, որ մենք ունենք, այն բազմախումբ է եւ նախ մենք տարբերակում ենք արևմտահայկական եւ արևելահայկական տարազախմբերը եւ այստեղ եթե արևմտահայկականում առանձնացնում ենք վասպուրականի, աղձնիքի, սասունի, բարձրհայքի, կիլիկիո եւ փոքր հայքի տարազախմբերը, ապա արևելահայկականում մենք տեսնում ենք բավական հնագույն արմատներ ունեցող Այրարատի, Սյունիք Արցախի, Լոռու, Գուգարքի, ինչու՞ չէ նաև բարձրհայքյան մի համալիր, որ 1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմի արդյունքում բավական մեծ թվով հայեր կառնու աշխարհից տեղափոխվեցին Արևելյան Հայաստան։ Իհարկե այնտեղ բնակչություն կար եւ այդ մասին փաստում են նույնիսկ վրացական աղբյուրները, որ Ջավախքում այդ հատվածում ապրում էին հայեր, բայց մի որոշակի քանակություն ուրեմն տեղափոխվեց Շիրակ-Ջավախ եւ արևմտահայկական բարձրհայքյան այդ հրաշալի զարդահամալիրով տարազախումբը տեղափոխվեց նաեւ Ալեքսանդրապոլ, այն ժամանակ Գյումրի եւ Ախալքալակ, Ախալցխա եւ Բոգդանովկայի ներկայումս Նինոց-Մինդայի շրջան։ Այսինքն մենք տեսնում ենք, որ հայկական ավանդական տարազը իր համալիրներով բազմաձև է, բազմախումբ է, բայց գաղափարաբանությունը նույնն է։ Այսինքն եթե դրանք ձևով տարբեր են, բայց մենք տեսնում ենք, որ իմաստային ծանրաբեռնվածությամբ դրանք նույնն են։ Հայկական մշակույթում շատ հետաքրքիր էր, որ ընդհանրապես հագուստը, տարազը, որը բաղկացած է ներքնազգեստից, վերնազգեստից, գլխի հարդարանքից եւ ագանելիքից, ունի որոշակի սեռատարիքային, շրջանային, այսինքն պատմազգագրական եւ էթնիկ առանձնահատկություններ, այսինքն դա յուրատեսակ անձնագիր է մարդու համար, որը ցույց էր տալիս տվյալ մարդու կարգավիճակային աստիճանը, շատ հետաքրքիր մի բան է եւ ավանդական հասարակությունում կարելի էր ըստ հագուստի կառուցվածքային միավորների հասկանալ ամուսնացած է, ամուսնացած չէ, այրի է, ինչ սոցիալական տնտեսական կարգավիճակ ունի։ Եվ անշուշտ նաև որ պատմազգագրական մարզից է, որ նահանգից է, այսինքն մենք տեսնում ենք, որ բավական հետաքրքիր տարբերակվածություններ եւ ինչու՞ չէ առանձնահատկություններ կային, բայց շատ կարևոր է, որ երբ մենք դիտարկում ենք մանրամասները, տեսնում ենք, որ բովանդակային առումով դրանք բավական համահայկական ընդհանրություններ ունեն։ Եթե մենք փորձենք ընդհանրական բնութագրել հայկական տարազը, այն հետեւյալ առանձնահատկությունները ունի, այն երկարափեշ է, հիմնականում կողքերից ճեղքվածքներ ունի, պարտադիր այն հետաքրքիր ձևվածք ունի, որը էապես տարբերվում է եվրոպական ուրեմն ձևվածքից։ Այսինքն սրանք շատ կարևոր առանձնահատկություններ են, որ պետք է հաշվի առնել ընդհանրապես հայկական տարազին անդրադարձ անելուց։ Շատ կարևոր է եւ գունային լուծումները, հայկական տարազը աչքի է ընկնում իր գունային շատ ուշագրավ զուգորդումներով, այն ինչպիսին գունագեղ, բավական ներդաշնակ է մեր գորգարվեստը, կարպետագործություն, ասեղնագործության որոշ դպրոցներ, նույնը մենք տեսնում ենք եւ հայկական տարազում, որտեղ գերակշռում են պայծառ
լի հագեցած գույները, որովհետև դրանք իմաստային ծանրաբեռնվածություն են ունեցել։ Այսինքն մենք տեսնում ենք, որ ներքնաշապիկը եւ վարտիքը կարմիր պետք է լիներ կնոջ համալիրում։ Իսկ տղամարդու սպիտակ եղենը հենց անունը հուշում է սպիտակ շապիկն էր եւ նաեւ վարտիքը եւ շատ հետաքրքիր առանձնահատկություններ ենք մենք տեսնում մեր հայկական տարազի երկու համալիրների մեջ։ Եթե արևմտահայկական տղամարդկանց տարազի համալիրը առանձնանում էր բավական գեղեցիկ հարդարված ասեղնագործություններով կամ ինչու՞ չէ նաեւ հենց տնայնագործ, բայց իրենից զարդանախշերով կտորատեսակներից կարված անդրավարտիքներ, դա հատկապես շատախի շալ կտորատեսակից էր կարվում եւ ամբողջ անդրավարտիքը հարդարվում էր գծանախշերով եւ շեղանկյունաձև ու երկրաչափականացված զարդամոտիվներով։ Դրան ուղեկցում էր Իրանի շուրջ մի քանի անգամ փաթաթվող կտորե զանգվածեղ կարմիր գույնի գերազանցապես ուրեմն գոտին, հրաշալի շապիկը, որի եւ եզրերը եւ փեշերը, ինչու՞ չէ նաեւ կրծքամասը հարդարվում էր ասեղնագործ բանվածքով։ Գլխի հարդարանքներ բավական ինքնատիպ, որը շատ լուրջ զուգահեռներ ունի Վանի թագավորության այդ արձանիկների պատկերագրության մեջ հանդիպող գլխի հարդարանքներին։ Այսինքն մենք այստեղ շատ ուշագրավ մշակութային ժառանգորդում ենք տեսնում եւ կարճ վերնազգեստ այդ աբան, որը շատ բնութագրական էր եւ հետաքրքիր է, որ այն ազգերը, այն ժողովուրդները, որոնք ապրում էին պատմական Հայաստանում եւ հայկական լեռնաշխարհում, նրանք որդեգրել էին, այսինքն վերցրել էին հայկական այդ Սասունի կամ Վասպուրականյան տարազահամալիրը, բայց այնուհանդերձ որոշակի տարբերություններ մենք տեսնում ենք, որովհետև օրինակ քրդերը կրելով նույն աբան կամ նույն գլխի հարդարանքի որոշ մասեր, բայց դրանով տարբերվում են, որովհետև նրանց գլխի հարդարանքը ավելի շատ չալմա էր հիշեցնում եւ այդ գլխարկի շուրջ փաթաթվող փուշիները, որոնք ծոպազարդ գլխաշորեր են եւ ոլորված, դրանք մի քանի շերտ են, կամ ասենք նրանց կարճ վերնազգեց այդ աբաները հարդարվում էին ոսկե թելով շատ, այսինքն տարբերակվածություն կա, թեև իրենք դա վերցրել են, որտեղ այդ միջջ մշակութային փոխառնչությունները բնական են։ Իսկ Վասպուրականյան հագուստը կանացի աչքի էր ընկնում ասեղնագործ հրաշալի բանվածքներով հարդարված գոգնոցով Իրանի շուրջ մի քանի անգամ պատտվող դարձյալ հյուսածո գործված ուրեմն գոտիով, որը հարդարված էր լինում դարձյալ երկրաչափական զարդամոտիվներով։ Եվ շատ ուշագրավ է նաև կրծքալ սերտանոցը, որով փակվում էր այդ մանուսակտորատեսակից կարված գծազարդ ուրեմն վերնազգեստով եւ հետաքրքիր է, որ հայերը պատմական Հայաստանում, Արևմտյան Հայաստանում նաև հեղինակել են բազմաթիվ կտորատեսակների, տնայնագործ կտորատեսակներ, դաջազարդ այդ գլխաշորերի համար նախատեսված հիազմաները դարձյալ պատրաստվել են հայերի ձեռքով եւ նաեւ մանուսակտորատեսակը, որ բամբակյա հիմքով մետաքսյա հրաշալի կտորատեսակ էր եւ դրանից կարում էին տարբեր ուրեմն վերնազգեստներ։ Այսինքն երբ մենք դիտարկում ենք արևմտահայկական Վասպուրականյան համալիրը, տեսնում ենք, որ դա գերազանցապես ասեղնագործ բանվածքներով է հարդարված։ Ոչ պակաս գեղեցիկ է բարձրհայքյան համալիրը, որ Կառնու աշխարհում եւ Մերձակա հատվածում էր տարածված, շատ բնութագրական է այստեղ ուրեմն թավշյա մահուդե կամ վրցյակտորատեսակից կարված կարմիր գոգնոցը, որը ամբողջ հարդարված էր կենաց ծառով, նշերով, երկու անկյուններով նշաձև խոշոր զարդապատկերները հենց հուշում են, որ մենք գործ ունենք բարձրհայկյան տարազահամալիրի հետ։ Ընդհանրապես երբ մենք ասում ենք կարմիր գոգնոց, հասկանում ենք ամուսնացած կնոջը,
այսինքն աղջիկները չամուսնացած դեռ նրանք գոգնոց չէին կրում, դա արդեն ամուսնական տարիքային խմբի մասին է խոսում եւ սրտանոցներ, անշուշտ նաեւ ավանդական հասարակությունում կնոջ այդ կյանքում տեղի ունեցած փոփոխությունը սոցիալական կարգավիճակային երևում էր նաեւ գլխի հարդարանքում, որովհետեւ աղջիկները առավելագույնը կարող էին ճակատակալներ կրել, թեթև գլխաշորեր, ապա ամուսնանալուց կնոջ գլխի հարդարանքում տեղի էր ունենում բավական լուրջ համալրումներ, որը գրեթե որոշակի փոփոխություններով հանդերձ պահպանվում էր ամբողջ կյանքի ընթացքում եւ գլխի հարդարանքը բաղկացած էր լինում տակալաչակից, վրայից մի շարք զարդահամալիրներ, ճակատնոցներ, քունքակախիկ երեսնոցներ, դա վասպուրականի մասին եմ ասում, եւ իհարկե նաեւ գլխաշորեր։ Շատ հետաքրքիր է, որ հենց Բարձրհայկյան համալիրը ուներ Վանի թագավորության այդ ուրարտական ժամանակաշրջանից եկող գլխի հարդարանքի շատ տիպական մի տար, դա քողն է, ժանեկազարդ քող, որի դրսևորումները հնագույն մենք տեսնում ենք աստվածուհիների պահպանված արձանիկներում, օրինակ Բագբարտուի այդ փոքրիկ արձանիկի վրա մենք տեսնում ենք նրա հագուստի շատ ուշագրավ տարեր, այդ թվում նաև քողը, որը շատ կենսունակ է մնացել ընդհանրապես հայկական տարածում, այսինքն հարսնության ամենակարևորագույն խորհրդանիշը դա Շղարշե քողն էր եւ դրա կիրառությունը մենք հետագա դարերում եւս տեսնում ենք։ Իսկ երբ խոսում ենք Կիլիկյան կամ ասենք Փոքր Հայքյան տարազախմբերի մասին, կարող եմ ասել, որ դրանք որոշ առումով կրում են եւ Բարձրհայքյանի ազդեցությունը եւ նաեւ Վասպուրականյան, որոշակի նաեւ փոփոխություններով հանդերձ։ Այսինքն ըստ էության մենք տեսնում ենք, որ արևմտահայկական հագուստը ունի հստակ որոշակի առանձնահատկություններ, իսկ եթե մենք դիտարկում ենք արևելահայկական տարազախմբերը, այստեղ մենք շատ հետաքրքիր մի միտում ենք տեսնում, արևմտահայոց ասեղնագործ բանվածքների փոխարեն այստեղ առավել առատ կիրառվում են շարժական զարդերը, արծաթյա զարդերը, եւ դրանք շարժական եւ իդեպ նաեւ անշարժ զարդերը, եւ օրինակ հենց Սյունիք Արցախյան տարազախումբը, որը շատ բացառիկ տարազախումբ է իր կառուցվածքային միավորներով, դա կարմիր շապիկն է, վրայից կանաչ վերնազգեստը, 3 փեշկանի, այսինքն 3 փեշ անունով, եւ դրա վրայից գոտին, գլխի հարդարանքը բավական հետաքրքիր, արդեն դրանք առանձնանում են հենց հագուստի վրա, հագուստի փեշերին, թևքաբերաններին, ինչու՞ չէ նաև շապկի ուրեմն կրծքամասում այդ խողովակ հիշեցնող, իսկ թևքաբերաններին եռանկյունաձև զարդահամալիրներով այդպիսի հետաքրքիր գեղազարդումներ ենք մենք տեսնում, բայց գիտեք ինչն է կարևոր, որ դրանք երկուսն են նույն գործառույթն են ունեցել։ Մի դեպքում Վասպուրականյան համալիրում դրանք ոչ միայն գեղազարդում էին կամ գեղագիտական ֆունկցիայի բավարարմանն էին միտված, այլ նաև պաշտպանական ֆունկցիա ունեին եւ մենք հենց Վասպուրականյան համալիրում տեսնում ենք եռանկյունաձև գլխաշոր, կարմիր գույնի, դրանք հենց կնոջ ցուցիչներն են, կարմիրը կրակի արյան խորհրդանիշի ներկայացրել եւ կապվել է կնոջ գունային նշանակման հետ։ Իսկ կանաչը առավելապես մենք տեսնում ենք, որ տղամարդուն է ներկայացրել եւ պատահական չէ, երբ որ հայոց մեջ ամուսնացնում են, ասում են կանաչ կարմիրն եմ կապելու, որտեղ այս գունային զուգորդումը մի դեպքում նշանակում էր կանաչը ներկայացնում է տղամարդու առնականությունը, նրա այդ զարթոնքը եւ իր կարևոր գործառույթը եւ իսկ կարմիրը արդեն կնոջ սիմվոլն է եւ մենք դա հաճախ տեսնում ենք նաեւ հագուստի որոշակի մասերում եւ իսկ Սյունիք Արցախում մենք տեսնում ենք, որ
հագուստները հարդարվում են արդեն արծաթյա զարդերով եւ իրենք դարձյալ եռանկյունիներ են, խողովակաձև եւ նույն պաշտպանական գործառույթ ունեն։ Եվ շատ հետաքրքիր է, որ մենք ասենք հարսանեկան արարողության ժամանակ տեսնում ենք, որ բոլոր տարածախմբերում քողը եւ գլխաշորը պարտադիր է, եթե կանանց, եթե ասենք ներկայացնող տարազամասը դա գոգնոցն է գոտին եւ նաեւ քողը, ապա տղամարդկանց պարագայում մենք տեսնում ենք, որ նրանց տղամարդկայնության, առնականության կարևորագույն խորհրդանիշը դա իրենց գլխարկն է։ Այսինքն տղամարդը առանց գլխարկի, առանց տաք վերնազգեստի երբեք մարդամեջ դուրս չէր գալիս, դա կարևոր տարազամասեր էին եւ մենք տեսնում ենք, որ եթե ասում ենք մորթե գդակ, ասեղնագործ գդակ, ուղղակիորեն դա ասոցացվում է տղամարդու հետ։ Եվ իհարկե նաև ագանելիքը շատ կարևոր դերակատարություն ուներ, երբ մենք ասում ենք ագանելիք, ի նկատի ունենք դա ոտնամանն է, եթե դա կաշվից է, անվանվում է կոշիկ, կաշվե ոտնաման։ Մենք գիտենք դրա տարբերակները, դրանք կարող էին լինել տնայնագործ տրեխներ, որոնց այդ հնագույն օրինակը մենք ավելի քան 5500 տարվա վաղեմություն ունեցող ոտնամանի մի օրինակ գտնվել է Արենիում։ Եվ մենք տեսնում ենք դարձյալ այս մշակութային ժառանգորդումը, կարմիր, կանաչ սոլեր Արևմտյան Հայաստանում, չրթքակոշիկներ, սրանք կազմել են ագանելիքի մասերը, բայց ի տարբերություն կանանց պետք է ասել, որ տղամարդկանց ագանելիքի մաս էր նաև բուջը, սռնապանը, որը գուլպան է առանց թաթի եւ դրանք կարող են լինել նաև փաթաթանների ձևով։ Իսկ այդ սռնապանների կիրառություն մենք դարձյալ տակավին այդ հնագույն շրջանում տեսնում ենք, այսինքն ուրարտական շրջանի պատկերաքանդակներում դրանց արտահայտությունները, ինչպես նաև վարտիքի արտահայտություն մենք տեսնում ենք, ասեմ, որ հայկական տարազը բավականաչափ տարբերվում է եւ հենց դա ցույց է տալիս տվյալ մշակույթը կրողի տեղաբնիկ լինելու հանգամանքը։ Մենք տարբերակվածություն տեսնում ենք, բայց ամենագլխավորը, որ երբ դա վերաբերում է բովանդակությանը, դրա խորհրդի մասին դրանք նույնն են ամբողջ հայաստանյան մակարդակով, եթե համատեքստով վերցնենք, եւ պետք է ասել, որ տղամարդիկ ավելի շուտ փոխարեցին եվրոպական ձևվածքը, հագուստը, այդ եռամաս կոստյում պիջակները, իսկ կանանք ավելի ուշ շատ հետաքրքիր է, որ ավանդական հասարակությունում իսկապես կանայք հայկականի, ավանդականի կրողներն են եւ ավելի ուշ իրենք փոխարեցին եւ նույնիսկ մենք տեսնում ենք 19-րդ դարի վերջում կանայք, որոնք կրում են եվրոպական հագուստներ, դրանք իրենց ձևվածքով էապես տարբերվում են հայկականից, այսինքն երբեք չես խառնի։ Նրանք գոտկամասում կտրված, փեշով են լինում, այսինքն յուբկա, հենց յուբկա բառը դա ֆրանսերեն ժուբ բառից է, այսինքն ինքը միանշանակ փոխառված երևույթ է կամ այդ կարճ վերնազգեստները, կուրտկաները, դրանք մուտք են գործում, բայց հետաքրքիր ձևով հատկապես ունևոր խավն է շատ արագ արձագանքում նորամուծությանը եւ մենք տեսնում ենք, որ նույնիսկ եթե նրանք եվրոպական հագուստով են, բայց նրանց գլխի հարդարանքը դեռևս պահպանում է իր ավանդական կառուցվածքը։ Ասեմ, որ ես վստահ եմ, որ եթե արևմտահայոց ցեղասպանությունը չլիներ, այս հագուստը բավական երկար կգոյատևեր, որտեղ 1915 թվականից մենք տեսնում ենք, որ համատարած արևմտահայկական այս հրաշալի համալիրները դուրս են գալիս կիրառությունից, որովհետև խզվում է մարդ բնաշխար կապը, չէ՞ որ այդ բոլոր կտորատեսակները, այդ բոլոր ներկայնյութերը իրենք հենց տեղում էին ստանում եւ
մի խոսքով մենք տեսնում ենք, որ մի շարք երևույթների հետ միասին նաև վտանգվում է հայկական տարածքը, բայց բարեբախտաբար Արևելյան Հայաստանում մենք տեսնում ենք, որ Սյունիք Արցախյան հագուստը բավական կենսունակ է գտնվում եւ ընդհանուր միջև 20-րդ դարի վերջերը մենք թե Ռիսում, թե Սիսիանում, Տեղ գյուղում, Ստեփանակերտում եւ Սարուշեն գյուղում Արցախի մենք հանդիպում ենք ավանդական հագուստի 93, 94, 95 թվականներին մենք հանդիպել ենք այդպիսի տատիկների, որոնք շատ հարազատ են մնացել իրենց ավանդական հագուկապին եւ պատգամել են, որ իրենց կյանքի վերջին ուղին անպայման դրանով իրենց ուղեկցեն, շատ հետաքրքիր մոտեցում է եւ նաեւ պարսկահայոց հագուստը բավական կենսունակ է գտնվել, օրինակ 60-70-ական թվականներին մենք տեսնում ենք, որ Պարսկաստանից Փերիայից, Բուրվարից Հայաստան եկած ուրեմն մեր հայրենակիցները շարունակում են մի որոշակի հատված գրել նաև իրենց ավանդական հագուստը։ Այսինքն հատուկ հոգացու վերաբերմունք է եղել հայկական տարազի նկատմամբ եւ նույնիսկ բուժական առումով դա շատ կարևոր նշանակություն է ունեցել, որովհետեւ այդ հագուստները երբեք չեն ճնշել գրողին եվրոպական այդ կորսետների բանի ի տարբերություն դրանց մեր հագուստները բավական ազատ ձևացք ունեին եւ նույնիսկ բնական այդ վենտիլյացիան կարող եմ ասել այդ տերմինը, որ անոթակտորները այս բաց էին եւ մարդիկ իրար վրա մի քանի հագուստ հագնելով եւ բնական կտորատեսակներից հագուստներ հագնելով իրենք նաև ինչ-որ առումով նպաստում էին իրենց առողջությանը։ Այսինքն այս առումով եւս բավական կարևոր ուրեմն առանձնահատկություն ունի։ Ասեմ, որ հայկական տարազը բարեբախտաբար տարբերվում է մեր հարևանների հագուստներից։ Հենց եթե վերցնենք Սյունիք Արցախյան հագուստը, մենք տեսնում ենք, որ հայուհիները առանձնահատուկ հագուստ են հագել, դա շապիկն է, անպայման վերևից այդ եռափեշ, 3 փեշկանին եւ գլխի հարդարանքը, այսինքն այս առումով մենք շատ անհանգստանալու բան չունենք, երբ որ ես տեսնում եմ այդ նյութերը, հստակորեն անմիջապես երևում է, որ դրանք տարբերվում են, այսինքն հայկականությունը հստակ երևում է թե զարդերի, թե կտորատեսակների ընտրության, թե գունային այդ համադրության մեջ, որովհետև իրապես սա մեկ օրվա մի դարի մեջ չէ ձևավորվել, մեր հայկական տարազը ժամանակի քննությունը բռնել է։ Տեսնում ենք, որ բավական ուշագրավ առանձնահատկություններ կան։ Բայց դրանով հանդերձ մենք հայկականը ներկայացնելու, պահպանելու, հանրահռչակելու շատ լուրջ խնդիրներ ունենք, որովհետև մեր դիզայներները հաճախ միայն որոշ գրքեր թերթելով են բավարարվում եւ արդյունքը կարող է այնքան էլ բարեհաջող չլինել, որովհետև անպայման իրենք պետք է խորհրդակցեն համապատասխան մասնագետների, ազգագրագետների հետ, որովհետև կան թանգարանային հավաքածուներ։ Եթե դու միայն նկարն ես տեսնում, մենք օրինակ որոշակի տեղեկատվություն քաղում ենք հայկական մանրանկարչությունից եւ այնտեղ այդ գունային նախընտրությունները, այդ կարմիր կանաչի առատ կիրառությունը, ոսկե գույնի կիրառությունը, բայց սահմանափակ, այսինքն շատ հետաքրքիր զարդանախշերի կիրառում եւ այլն, այդ բոլորը մենք իհարկե տեսնում ենք, այսինքն անհրաժեշտ է ծանոթանալ նաեւ թանգարանային հավաքածուներին եւ բացի թանգարանային հավաքածուներից պետք է անպայման նաեւ անդրադարձ անել հնագույն շրջանի այդ պատկերաքանդակներին, պատկերագրության մեջ եղած նյութերին եւ սա հնարավորություն կտա, որպեսզի
ըստ էության ճիշտ վերականգնվի հայկական հագուստի ոճով այդ մոդելները։ Մենք հաճախ ենք տեսնում ինչ թյուրիմացություններ են լինում, թյուր ըմբռնումներ, եւ դրա համար էլ մենք ստանում ենք այնպիսի արտադրանք կամ այնպիսի արդյունք, որը ըստ էության հայկականի հետ շատ մեծ առնչություն չունի։ Սա շատ կարևոր խնդիր է, իսկ մենք այդ խնդիրը ինչպես կարող ենք լուծել, անպայման հանրահռչակման տարբեր հարթակներ օգտագործելով, նրանցից մեկը իհարկե հրատարակություններն են, որոնց մեջ պետք է ըստ էության նաև համապատասխան գույներով, այսինքն այդ հրատարակությունները պետք է գունազարդ լինեն, որպեսզի հստակ տեղեկատվություն լինի նաև տվյալ հագուստի, ոչ միայն ձևվածքի, այլ նաև գույնի վերաբերյալ կամ զարդանախշվածության վերաբերյալ, ինչու՞ չէ նաև պետք է խրախուսել, որ հենց նախակրթարաններից, մանկապարտեզներից երեխաները սենց քայլ առ քայլ ծանոթանան իրենց մշակութային ժառանգության տարերից մեկին, տարազին, իսկ դա ինչպես կարող է լինել, փոխանակ այդ օտարծակմամբ կտորատեսակները օգտագործելով, ես գիտեմ, որ դա ավելի մատչելի է ու հեշտ է, թվում է, թե ընդհանուր տարազի պատկեր է ստանում եւ հաճախ այդ սխալ տերմինը կա, որ ասում են տարազային կտոր։ Մեր տարազները, եթե դուք նայում եք բնօրինակները, դրանք իսկապես փառահեղ ու գեղագիտական բարձր ճաշակի դրսևորումներ են։ Այսինքն հատուկ ընտրվածություն կա, իսկ եթե մենք դրա փոխարեն օգտագործենք ծածկոցների, փռոցների կտորները, դա հեշտացնում է, բայց ճիշտ ճանապարհով չի տանում, դա հեռացնում է մեր ակունքներից։ Իհարկե շատ լավ կլիներ, որ մեր դիզայներները դրան առավել հանգամանալի, առավել ուշագրավ մոտեցում ցույց տային, որովհետև երբեմն տեսնում ես, որ շատ սխալ մեկնաբանություններ են։ Բարեբախտաբար կան կազմակերպություններ, որոնք փորձում են հնարավորինս հայկական տարազը գոնե հարազատորեն վերականգնել եւ կիրառել։ Մի ուրիշ ճանապարհ դա բեմական հագուստն է։ Այստեղ եւս մենք բավական լուրջ խնդիրներ ունենք, օրինակ անուն չտամ, բայց խմբեր կան, որտեղ կիրառվում են հայկականի հետ ոչ մի առնչություն չունեցող, ասենք գլխաշորերի վրա բազմաթիվ զարդեր են դնում կամ ասենք դրամներ են դնում եւ փուլեր են դնում եւ այլն, պատեհ եւ անպատեհ տեղերում։ Այսինքն սա եւս գրագիտության պակաս է։ Հիմա մշակութային մեկ կարևոր երևույթի ոլորտում, այսինքն բեմական հագուստը, տոնական հանդիսությունները օրինակ շատ կարևոր է, որ ես տեսնում եմ աշխարհի տարբեր ժողովուրդներ բավական քաղաքակիրթ, իրենց տոնական հանդիսությունների ժամանակ շատ սիրով հագնում են իրենց նախնյաց հագուստները։ Դա եւ Մերձբալթյան երկրներում կարող ես տեսնել, Շոտլանդիայում հրաշալի ավանդույթներ կան, եւ շատ լավ կլիներ, որ տոնական հանդիսությունների ժամանակ, դիմակահանդեսների ժամանակ մարդիկ անդրադարձանային սեփական մշակութային ուրեմն ժառանգությանը, այդ թվում նաև տարազին, որտեղ դա իսկապես անսպառ շտեմարան է, որից օգտվելու դեպքում հաստատ ավելի մեծ արդյունքներ կգրանցեն։ Եվ նաև մի կարևոր դիտարկում, որ ինձ շատ ուրախացնում է, հարսանեկան արարողությունների ժամանակ ես տեսնում եմ, որ իհարկե ոչ մեծաքանակ, բայց կան երիտասարդներ, որոնք շատ մեծ հարգանքով են վերաբերում իրենց պապերի եւ տատերի ժառանգությանը եւ հարսանիքի ժամանակ անպայման մի որոշակի պահ, բայց ես տեսել եմ նաեւ ամուսնական զույգերի այդ հանդիսությունը, որտեղ իրենք հենց սկզբից մինչև վերջ կրել են մեկը կարնո հագուստը, մյուսը սյունյաց հագուստը եւ ինձ թվում է իրենք իսկապես չափազանց գեղեցիկ էին ու իսկապես իրենք այդ հանդիսության թագուհին ու թագավորն էին, որովհետև ընդհանրապես այդ հարսանիքը նրանց համար շատ կարևոր
կենաց ամենապայծառ հանդիսությունն է եւ այդ ժամանակ լավ է որ իրենք իրապես համապատասխանում են թագավորի ու թագուհու այդ կոչմանը եւ շատ լավ կլինի որ եւ ինձ իրապես դա ուրախացնում է որ մեր երիտասարդների մեջ բավական վառ է այդ կայծը, որ իրենք գնահատում են մեր ազգային մշակութային ժառանգությունը, որը շատ կարևոր նշանակություն ունի նաև ոչ նյութական մշակութային ժառանգության տեսանկյունից։ Այսինքն մենք գիտենք, որ 21-րդ դարը դա համահարթեցման, գլոբալիզացիոն մեծ հորձանուտ է, որ համահարթեցնում է շատ երևույթներ, բայց պետք է ասել, որ ինչպես շատ ժողովուրդներ, այնպես էլ մենք պետք է հնարավորինս ճիշտ գնահատենք, ճանաչենք եւ վերականգնենք մեր մշակութային որոշակի արժեքներ, որոնք իրենց կենսունակությունը տակավին չեն կորցրել։